Ինչի է Նյարդային Փաշինյանը Արաքունից դուրս է գալիս հարձակվում է մարդկանց վրա, ինչու հատկապես կանանց վրա, հայ տղամարդուն, ղեկավարին հարիր է այդ պահվածքը։ Ես նրա մասին ոչ ուզում եմ խոսամ, ոչ ուզում եմ պատասխանեմ ցավդ տալ։ Այդ գիտեք ինչ, մարդը պետք է քիչ մարդ անի, ոչ ժողովրդին գցի անկման մեջ։ Իշխանությունը պետք է ժողովրդի կողքին լինի։ Քարգի ժողովրդին։ Մի հատ հասարակ ման մեր օգնված մեծերին ասել Ժանով, Ղուրբանով ասում մարդիկ սարեր են շուխ տվել։ Հիմա ղեկավարը որ ինչքան որ ժողովրդի հետ մոտիկ եղավ, այնքան լավ վերաբերվեց։ Իր գործերն ավելի առաջամ ժողովրդն է լավ ապրել, ցավը տանը։ Այդ է հիմա։ Ինչ ասեմ։ Իսկ այսօրվա իշխանության պահվածքը ոնց կգնահատեք։ Երկու եմ գնահատում։ Երկու թվանշան։ Ոչ թե իշխանությանը, այլ տղամարդուն, վայել չի, կնոջ հանդեպ այդ ձևի վարվելու։ Ինքը հիմա իշխանություն չի, ինքն էլ է մնացածի նման, վարչապետի թեկնածու է, հասարակ քաղաքացի է, ոնց ես ու դու, ինչ իրավունք ունի։ Ոչ մի ձև իրավունք չկա։ Ինքը տաթորին կպած սաղազգվարի է տալիս, հետա ուրիշ գաղտնիք կա։ Եկնել իմանում այնքան հանցագործություններ արել, որ իշխանությունը փոխի դրա համար պիտի պատասխան տա։ Նավախերը հիմիկվան է չի, որ ձենը ծվացնում է, մսլես իրան ճարերը, որ ծվացում է մոմենտ է վախում ենք, հոգեպես վախում է։ Նա մեջ մարդկային ոչինչ չկա։ Ինչի՞ց է վախենում։ Ումից է վախենում։ Իրան գահից։ Այն գահը գիտե Միշը կյանքի վերջը պիտի օգտագործի։ Տղամարդ վաբշեն առհասարակն է իրանք չունի կնաժ ռագորը։ Մենք իրան ցույց տալի իրան տգետությունը։ Ինքը ջղաձգումների մեջ է, ինչքան էլ ինքը ձևացնի, որ ամեն ինչ նորմալ է, ասենց է, բան է, էլի, յանի թե բանավեճ եմ բռնվում, բայց ինքը այդ կան նախ իրան ինքը որպես վարչապետ իրան չի պահում։ Այդ խոսում է դրա մասին, որ իր Մոտ գետնի ոտերի տակից գետենը գնում է, չունի այն կարելի ասած օժանդակությունը ոնց որ եղել է 21 թվին, ես տենց կասեի, դրա համար էլ ինքը գիտի, որ չունի ինքը, պիտի թողի գնա։ Ինքը այդքան ինքը իրավունք չունի, արցախցիներին տնավեր արեց, բերեց, Արցախը ծախեց, Փաշինյանը ոնց որ հոգեկան հիվանդ լինի այդ անխիղճը։ Գժավարի խոսում են, կնգանման ճվում, կամ դու չես ամաչում, հələ մի հատ քո գիրքը բաց նայի, ինչեր ես արել, գաղութում որ ընկերներից ծախել ես, հողն ինչա որ չծախի ինքը, կծախի ու կծախի, փողին մուննատ։ Խելոք մարդը տենց բան կանի, հենգելա, այն անդե մերնեիք անդե պարծանեինք էլի ձեզ այս, առաջ ուրիշ բան էր ասում, որ նստում էիր, իմ էլ ուրիշ բան ես խոսում, կնանիքի հետ դրել ես կռիվ ես անում, կամ ժողորդի հետ դրել ես վիճում ես։ Մեկը վեկալի ասում է, քո մոր վրեն մատով թապտա, կամ քո կնոջ վրեն, կամ քո քվոր վրեն, վայ լավ է խի, դի մարդու բանա, խելոք մարդը խի տենց բանան, հլը որդ եք դեսել է տենց ղեկավար։ Դե Փաշինյանը լող ծախից պրծավ եք հազողտվավ, սա Ղարաբաղին ընտանիք լող կանդից, Էլի պարկասները խասացմալ պրծել է եկել։ Ինքը պետք է ամենահանգիստ, ամենահամեստել էր, ոչ թե ամենահիստերիկը։ Ինքը դրանով իրան հավատություն անում։ Նա հիվանդ է, հոգեկան խանգարումներ ունի։ Այդ մեր անգամ էլ բժիշկներ ասում, գրանցված եղել է հոգեբուժարանում։ Դրանք ասմալ լրիվ չեն բուժվում։ Երկրի ղեկավարներին չի սազում էլ այդ ժարգոնային քֆուրներով ինչ որ խոսալ։ Չի սիրուն չէ ախպեր, աշխարհը քովրայան եմ, քուհացաղ ազգը քովրան եմ, ինչ որ լրաբիզական արտահայտություն փողոցային, ինչ որ խոսքեր չի բանանում էլի, չի կարելի դες ղեկավարը որ տենց անում է սովորական մարդի համար ինչ ավելի սովորական է քֆուր տալու մանգա կամ ասենք մարդ բռնից ծեցի կամ չգիտեմ ասում։ Չի կարելի էլի ասենք տղամարդը տենց իրան չպիտի պահվի, ես մենակ մի հատ բան եմ հասկանում, որ Եթե այդ մարդը մեր հրամանատարն է, ինքը պիտի ցույց տա ժողովրդին,
կուլտուրա, հասարակ համբերություն պիտի ունենա, որ ժողովուրդը նայելուց իրան որպես հրամանատար մեր երկրի իր հետևից գնան, իրան բարձրացնեն վերև, որ ինքն էլ կարողանա ժողովրդին բարձրացնել։ Ես տենց եմ մտածում։ Ինքը իրավունք չուներ տենց վարվել ոչ մեկի հետ։ Ինքը պիտի լինի մեր դեմքը, ինքը ներկայացնում է մեր Հայաստանը։ Բոլոր երկրներում, որ այդ իրան ցույց են տալի, ինքը պիտի լինի մեր երեսը, մենք պիտի հպարտանանք մեր հրամանատարով։